Ամալիա Հովհաննիսյանի սեր շարքում երգչուհի Մաշ Իսրայելյանն ու ամուսինը Գարիկ Սաֆարյանն էին։ Star News-ը հետևել է զրույցին, որի ընթացքում երգչուհին խոսել է նաև քրոջ կորստի մասին։ Անկեղծ կլինեմ, ես խելագարվում էի այդ ամեն ինչից, ու այդ ցավը անընդհատ տխուր դեմքեր, տխուր ա ամեն ինչ, ես խելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր, ինձ էլ մի բան կլինի։ Գարիկը հիշեց, որ կինը վախեցել է դժբախտ դեպքից հետո վերադառնալ բեմ։ Ես Մաշին ասացի, նայի, թե երբ քեզ կոմֆորտ կլինի, ուզում ես 1 տարի հետո գնա աշխատանքի, բայց մեր հասարակության մեջ կա այն գաղջ մասսան, որ ինչ էլ անես, երբ էլ անես, խոսելու են, երեխա ունենաս, խոսելու են, ասեն երեխայա ունեցել, սև ա հագել, սխալ ա ինքդ քեզ փակելն ու անընդհատ ցավը, լացը, տխուր վիճակ տեսնելը։ Ես ասեցի, որ քո կյանքը մենակ քոնը չի, դու երեխա ունես։ Ես չեմ ուզի, որ երեխեն գա ուրախ քո մոտ, դու հավես չունենաս, ժամանակ չհատկացնես։ Եթե 3 տարի էլ նստեր տանն ու չաշխատեր, հետո բեմ դուրս գալուց խոսելու էին մեկը։ Արամ Ասատրյանը որդու մահից հետո երբ բեմ բարձրացավ, էլի խոսեցին, բայց մարդն ինչ աներ, ստեղծագործող մարդ էր։ Մաշը խոսեց նաև բացասական մեկնաբանությունների մասին։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարող է մարդ վատ մեկնաբանություն գրել, երբ դիմացինը ջահել քույր ա կորցրել։ Ինչքան ցավոտ կարա, չէ իրա համար լինի, ոնց չես վախենում մեկնաբանություն գրել։ Չի էլ ամաչում, քույրը մահացել ա, ինքը երգում ա, ես ունեմ ընտանիք, երեխա, ում համար պետք է ապրեմ։ Եթե ես դադարեի երգել, իմ քույրիկին հետ էի բերելու։ Դուք ինչ գիտեք, դիմացինը ինչ ա զգում, բեմ բարձրանալուց առաջ ետնաբեմում ինձ մոտ տրաուր էր։ Գլխավորը աղջիկս Աննաս օգնեց, որ դուրս գամ այդ վիճակից, ու իհարկե Գարիկը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք։ 03:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը BMW մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը եւ հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով Էլեն Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Էլեն Իսրայելյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները եւ Երևանի 103 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից Էլեն Իսրայելյանին օպերատիվորեն ժամանած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանը, Գոհար Պետրոսյանն ու Լևոն Սադաֆյանը հայտնաբերել են մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս անգիտակից վիճակում, ապա պատգարակով քաղաքացիների եւ բժիշկների օգնությամբ նրան մոտեցրել են շտապ օգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր է ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Եգոր Կարապետյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոր Առաքելյանի եւ վաշտի հրամանատար Գեհամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունյացյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։ Վթարի մասին Պաշտպանության ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի ու ավագ քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Պաշտպանության ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Րոպեներ առաջ էլ հայտնի դարձավ, որ 24-ամյա Էլեն Իսրայելյանը մահացել է։ Էլենը երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրն է։ Նշենք, որ Էլենը ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ որդի եւ դուստր։ Հավելենք նաև, որ Մաշ Իսրայելյանը հաճախ չի խոսել ընտանիքի մասին, փոխարենը մշտապես խոսել է
Իր եւ ամուսնու Գարիկ Սաֆարյանի հետ հարաբերությունների մասին հարցազրույցներից մեկում մի առիթով նա նշել էր. «Ես ու Գարիկը ծանոթացել ենք երգահան Արման Անտոնյանի մոտ, երգ էինք պատրաստում։ Նա ասաց, որ իր ընկերներն են գալու, որոնցից մեկն էլ Գարիկն էր։ Գարիկն էլ հավելել էր. «Ես կշարունակեմ, երբ ես քաղցած եմ, կարևոր չէ թե որտեղ եմ, անպայման պետք է մի բան ուտեմ»։ Ընկերներով գնացինք Արմանի մոտ, քաղցած էինք, մեզ հետ նաև սնունդ էինք վերցրել, տեսա մաշին ու մտածմունքների մեջ ընկա հաց ուտել, թե չուտել եւ տպավորություն թողնել։ Ի վերջո որոշեցի հաց ուտել, եթե դրա պատճառով պետք է չհավաներ ինձ, թող չհավաներ։ Միանգամից մտածեցի խաղ կազմակերպել, որտեղ ներկա կլինի նաև Մաշը, որպեսզի կարողանամ ավելի լավ ճանաչել նրան։ Հենց առաջին հայացքից հասկացա, որ Մաշն այն միակն է, մտածում էի, ով է այս աղջիկը, անհանգիստ էի նշանված կամ ամուսնացած չլինի, ինչ իմանայի, որ Մաշն էլ արդեն ինձ է սիրահարվել առաջին հայացքից։ Սկզբնական շրջանում մեր ընկերները չգիտեին մեր հարաբերությունների մասին, բայց նրանցից որևէ բան գաղտնի պահելու միտում չունեինք, ուղղակի այդպես ստացվեց։ Հետո ինձ հարցրին, զգում են, որ Մաշի հետ շփումը շատ է, հնարավոր է այլ բան կա։ Ասացի այո, չնեղսրտեցին, որ չենք ասել իրենց, ի սրտե ուրախացան մեզ համար։ Մաշն էլ նշել էր, որ ամուսինը ամեն ինչ ճիշտ է պատմում, բացի վերջից։ Նա անընդհատ ինձ տեսնելու առիթներ էր փնտրում, բայց ես չէի մտածում, որ նրան դուր եմ գալիս։ Կարծում էի ընկերներ ենք։ Գարիկն էլ իրեն այնպես էր պահում, կարծես մտերիմ ընկերներ ենք, ասում էր ամեն հարցում կողքիդ եմ։ Այդքան շատ ուշադրություն ես ստացել էի միայն ծնողներիցս։ Մտածում էի ուր էր այս տղան։ Այդ ընկերությունն ինքնըստինքյան վերածվեց մեկ այլ բանի։ Հատուկ սիրո խոստովանություններ չեն եղել, Գարիկը ոչ թե խոսքերով, այլ գործով էր ապացուցում իր սերը։ Ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես անցանք ընկերության ու սիրո սահմանը։ Մենք շատ բարդությունների միջով ենք անցել, բոլոր զույգերի մոտ էլ լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են խանգարել։ Գարիկն ինձ ասել էր, որ ինչ էլ ասեն, ինչ լուսանկարներ էլ ցույց տան, նախ իր հետ խոսեմ, նոր եզրակացություններ անեմ։ Մեզ խանգարող մարդկանց արդեն վանել ենք մեզնից։ Առաջ բոլորին վստահում էի, բոլորի հետ կիսվում էի իմ ու Գարիկի փոքրիկ վեճերով, հետո հասկացա, որ ոչ ոքի չպետք է ասեմ այդ մասին։ Պարտադիր չէ, որ այն մարդը, ում հետ կիսվում ես քո խնդիրներով, քո վատը ցանկանա։ Ուղղակի նույնիսկ մայրիկիդ այդ հարցերով պետք է չանհանգստացնես։ Դու եւ սիրելիդ կարող եք արագ հաշտվել, բայց սիրելիդ կընկնի այն մարդկանց աչքերում, ում պատմել է իր խնդիրների մասին։ Ճիշտը ոչ ոքի չասելն է։ Մեր հարաբերությունների սկզբից էլ ասել եմ Գարիկին, որ որքան էլ վիճենք, պետք է արագ հաշտվենք։ Եթե նույնիսկ մեկ օր չխոսենք, ուրեմն կարող ենք այլևս չշփվել։ Չի եղել դեպք, որ երկար նեղացած մնանք։ Ամենաերկարը 1-2 ժամն է։ Ես խանդոտ եմ, չեմ թերագնահատում ինձ, հակառակը ինձ այնքան բարձր եմ դասում, որ ասում եմ, եթե Գարիկի կողքին եմ, ուրեմն պետք է միակը լինեմ։ Գիտեմ, որ խանդես, չխանդես, նա ով պետք է այլ քայլեր անի, բայց միևնույն է, խանդում եմ, ինչի պատճառով թե վիճել ենք, թե շատ ծիծաղելի դեպքեր են եղել։ Գարիկն ավելի քիչ է խանդում, որովհետև ինձ համար հանգիստ է։ Ուր գնում եմ, ասում եմ իրեն կամ միասին ենք լինում, իսկ ես հաճախ չգիտեմ, թե նա ուր է գնում։ Նախկինում այսչափ խանդոտ չէի, Գարիկն այնքան հոգուս հետ խաղաց, որ ինձ այսպիսին դարձրեց։ Դիտմամբ բաներ է անում, որ նյարդայնանամ, թեև արդեն սովորել եմ, ուղղակի երբեմն մտածում եմ, կարող է ճիշտ էր ասում։ Մեր ընկերներից Սարոն, Միշկան, իմ մեջ կասկած է արթնացրել, նա էլ է կատակներ անում։ Զանգում է ինձ ասում, Գարիկի հետ այսինչ տեղն ենք գնացել, որպեսզի խանդեմ։ Գարիկն էլ կնոջ խոսքերին հավելել էր. իսկ եթե լուրջ Մաշն իմ կյանքը շատ է փոխել, առաջ ես գիշերային ակումբների տնօրեն էի, դա էր իմ կյանքը, ինչն արդեն անհետաքրքիր էր դարձել։ Մի անգամ ընկերոջս դերասան Բեն Ավետիսյանի հետ քայլում էինք, ասացի Բեն, այնպես կուզեի մի աղջիկ լիներ, սիրահարվեի, երբ Մաշը հայտնվեց իմ կյանքում, կյանքիս գույները, հայացքները փոխվեցին։ Հիմա մտածում եմ, ինչ անեմ, որ իրեն լավ զգա, կյանքն ավելի հետաքրքիր է։ Ինձ հատկապես դուր է գալիս Մաշի մի ամտությունը, ասես երեխա լինի, եթե հիմա ասեմ, որ Երևանի կենտրոնով նավ է գնում, կհավատա։ Մաշն էլ նշել էր. ես գիշերային ակումբներում չեմ եղել, չեմ աշխատացրել, բայց Գարիկն էլ իմ կյանքում է շատ բան փոխել, մանկուց ինքնուրույն մարդ եմ եղել, իմ հարցերն ինքս եմ լուծել, հորս կամ եղբորս չեմ դիմել, երբ Գարիկը հայտնվեց, ինձ համար մի փոքր բարդ էր, որովհետև նա էր անում ամեն բան։ Հիմա Գարիկն իմ թիկունքն է, առանց նրա ոչինչ անել չեմ կարող։ Ես գտա նրան ու ուրախ եմ, որ հենց նա է կողքիս, երկուսս էլ առաջին անգամ ենք այսքան ուժեղ սիրում, նշել էր երգչուհին։